Դերասանուհի Ագնես Աշահնազարյանն իր ինստագրամի սթորի բաժնում կիսվել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի լուսանկարով։ Ավելի վաղ տեղեկացել էինք, որ կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Այս մասին իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Իր տեսակով անկրկնելի, մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով բժիշկ։ Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ։ 1974 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացրել են Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ։ Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից։ Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50,000 վիրահատություն։ Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ, գրել է նա։ Նշենք, որ Ագնես Աշահնազարյանը խոստովանություն հաղորդման շրջանակներում անկեղծ հարցազրույց է ունեցել։ Մարդկանց թվում է, թե դերասանը կարող է կյանքում ևս խաղալ, ինչու չէ նաև ստել, Ագնեսան ասաց. «Ես չեմ կարողանում խաբել, ինչքան էլ մասնագիտական կրթություն ունեմ, ստաժ, հենց սկսում եմ կյանքում խաբել, կարմրում եմ, ինձ վատ եմ զգում, մատնում եմ միանգամից, որ խաբում եմ»։ 18 տարեկան գիտակից և հասուն աղջիկ էր դերասանուհին, երբ մահացավ հայրը։ «Չեմ ուզում հիշել այդ օրերը, որովհետև շատ ծանր էր, նա դրսում է մահացել։ Իր մահվան օրը ես զգացել եմ, գիտեի, որ ինչ-որ բան կատարվում է, չգիտեի իհարկե, որ մահ է, բայց ինչ-որ անբացատրելի բան էր կատարվում, լաց էի լինում և ասում էի, որ պապայիս հետ ինչ-որ բան, այն չէ։ Դրանից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս չկա։ Չէին ուզում ասել, խնայել էին ինձ, բայց դե մի օր պետք է ասեին։ Շատ դեպրեսիվ օրեր ունեցա, չեմ ուզում հիշել, եկեք չհիշենք»։ Ագնես Աշահնազարյանը ունեցել է գեղեցիկ սեր, որի արդյունքում ծնվել է իր որդին՝ Դանիելը։ Հետո կյանքը ամեն բան այլ ճանապարհներով է առաջ տարել և նրանք որոշել են ամուսնալուծվել, մինչև փոքրիկի լույսաշխարհ գալը։ Ինչու՞։ Մարդիկ երբ սկսում են մի տանիքի տակ ապրել, ամեն ինչ փոխվում է, մենք հասկացանք, որ իրար չենք հասկանում։ Իմ աշխատանքի բնույթը սկսեց իր վրա ազդել, շատ ու շատ բաներ իմ վրա ազդել, որոնք առաջ չէի նկատում։ Կամ էլ տարիքային տարբերություններ, ես ավելի մեծ էի, պաշտոն ունեցող մարդ էի։ Երևի ես իմ հերթին էի սխալ, նայիր։ Դանիելը երբ մի տարեկան էր, փորձեցինք էլի միասին ապրել, բայց չկարողացանք, 1 ամիս տևեց։ Շատ ծանր էտապ էր ինձ համար, հատկապես, որ կրծքիս տակ բալիկ ունեի, և սթրես էր։ Ամեն դեպքում, մենք հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, բայց որևէ ընդհանուր բան այլևս չունենք։ Հաղորդման այն հարցին, թե ինչ է դերասանուհու կարոտի անունը, Ագնեսան պատասխանեց. «Դանիել, ժամանակ է եղել, որ շատ երկար չենք տեսնվել։ Նախանցյալ տարի մի 2 ամսով մեկնեցի, խելագարվում էի ուղղակի։ Դեպրեսիայի մեջ էի, հենց իրեն տեսնում էի, սկսում էի լաց լինել»։ Դերասանուհի Ագնես Աշահնազարյանը վերջին տարիներին շատ է փոխվել։ Նա ակտիվորեն զբաղվում է իր մարմնի խնամքով և քաշ կորցնելով։ Շահնազարյանն այնքան շատ է նիհարել, որ կարելի է ասել, կար շրջան, որ նա անճանաչելի էր դարձել, ինչն իսկապես գովելի և գեղեցիկ է։ Քաշը կորցնելուց հետո Ագնեսան սպորտով է զբաղվում, փոխել է իր ոճն ու ներկայանում է բոլորովին այլ տեսքով։ Իր ինստագրամյան էջում դերասանուհին ևս ակտիվությունն ապահովում է։ Նա այժմ բավականին երիտասարդ ու հմայիչ տեսք ունի։ Դերասանուհին վերջերս հյուրընկալվել էր նաև 24 TV-ին ու խոսել էր իր հասցեին հնչող քննադատությունների երկրում տիրող իրավիճակի մասին։ Հայի մի տեսակ կա, որը անհասկանալի և անընդունելի է ինձ համար։ Էս ինչ նախանձ, քինախնդրություն։ Խոսում են ինչ-որ մարդու մասին, ինչի եք խոսում, ինչի եք այդքան չարացած։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որն արդեն անտանելի է դարձել։ Վերջին մի քանի ամիսներին նկատում եմ, խեղդվում եմ արդեն, որ մտնում ես համացանց, տեսնում ես էդ չստացված մարդկանց նեգատիվը լցնում են մյուսների վրա։
Այնպիսի անեծքներ ես կարդում վերջին շրջանում, իմ առաջ դռներ են փակվել նախկին իշխանությունների օրոք։ Ես 2008 թվականին միտինգների մասնակից էի, նկարահանվում էի դժբախտ երջանկությունում։ Երկրորդ սեզոնին իմ առաջ փակվեցին դռները։ Լավ է ապրենք այն ժամանակ, ես չունենայի աշխատանք, բայց ունենայինք պետություն, սահմաններ, Արցախ։ Երբ նայում ես, թե ինչպես է հայրենիքդ մաս-մաս տալիս, վաղը կարող է դրոշը խփելու տեղ չունենանք, սարսափելի է ինձ համար։ Նշել էր դերասանուհին։ Ագնեսան Ռիչարդի ցղի լինելու մասին խոսել էր «Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում։ Խոսել էր նաև անձնական կյանքի մասին։ Անդրադառնալով հարցին, թե ինչու են իրեն միշտ սիրավեպեր վերագրում խաղընկերների հետ, դերասանուհին նշել էր. «Գուցե դա խաղից է գալիս։ Երբ տարիներ առաջ Ռիչարդ Մադլենյանի հետ խաղում էինք մի ֆիլմում, որտեղ ես հղի պետք է խաղայի, դա մի կատաստրոֆա էր։ Որովհետև ես այդ փորը տանը պետք է հագնեի դուրս գայի, ինքը կորսետի նման էր։ Այնպես է լինում, որ մամաս մի անգամ գնում է պոլիկլինիկա, հերթ է լինում, նստած սերիալն է դնում մեր ու կանանցից մեկն ասում է՝ գիտես չէ, Ագնեսան էլ Ռիչարդի հետ է ու հղի է։ Մամաս ասում է՝ չկա նման բան, այդ կինն էլ ասում է՝ դա 100%-անոց ինֆորմացիա է։ Պարզվում է ինձ ստուգող բժիշկն իրենց բարեկամն է։ Մեր ազգը սիրում է այդպես անուններ կապել։ Երեխայիս հայրիկին չգիտեին ով է, ես չեմ սիրում դրա մասին խոսել, դա խիստ անձնական է և որևէ մեկի քննարկելու թեման չի։ Ես իմ կյանքը միշտ այլ կերպ եմ պատկերացրել, բայց ցավոք հայտնվեցի ուրիշ իրականության մեջ։ Որդու մասին խոսելիս էլ Ագնեսան ասել էր. Դանիելի խնամքով զբաղվում է մայրս, մորաքրոջս հետ միասին, աշխատանքի բերումով դրսում եմ լինում շատ։ Ես նրա հետ շփվում եմ հասուն մարդու պես, նրա կարծիքը հաշվի եմ առնում։ Այդ պակասը մենք չունենք, ինքը շատ-շատ է շփվում իր հայրիկի հետ։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Ագնեսան խոսելով մայրության, ամուսնալուծության և երեխայի հոր հետ հարաբերությունների մասին ասել էր. Բոլորն են ասում, որ երեխա ունենալուց հետո կյանքդ փոխվում է, բայց մեծ տարիքում մայրանալը այլ է։ Շատ թեթև հղիություն եմ ունեցել, ասում էին, որ պետք է հանգիստ նստեմ տեղս, ակտիվ չլինեմ, բայց ես շարունակում էի իմ ակտիվ առօրյան։ Գնում էի Վանաձոր ժողովների և այլն։ 38 տարեկանում հղի էի, բայց ինձ զգում էի ինչպես 16 տարեկան աղջնակ։ Երբ նոր էր ծնվել, մտքումս ասեցի՝ ես ինչի ա այսքան գեշ, անցավ 1-2-3 վայրկյան, նայեցի ու հասկացա, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկն ա, իրա նմանը չկա, իրա նմանը չի կրկնվում։ Այդ պահին գիտակցությունս կորցրի, ներարկեցին ինձ բժիշկներն ու երբ կարգավորվեց վիճակս, հասկացա, որ մի հրաշք տղա եմ ունեցել։ Ես և Դանիելի հայրը 16 տարեկան երեխաների նման սիրահարված էինք, սիրեցինք իրար և շնորհակալություն նրան, որ այսպիսի հրաշք բալիկ պարգևեց ինձ։ Այնպես չի, որ նպատակ էր դրվել բալիկ ունենալու, ինքնանպատակ չէր։ Իսկական սեր էր, որի արդյունքում եղավ Դանիելը, չէինք մտածում, ստացվեց էնպես, որ եղավ և շատ լավ եղավ։ Որդիս շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, ասում է՝ բա ինձ երբ կբերես քույր, եղբայր, ես նրան ասում եմ, որ այդպես չի լինում։ Կամ իր հայրը պիտի այլ կնոջ հետ ամուսնանա, կամ ես այլ տղամարդու։ Ես շատ եմ ուզում, որ Դանիելի հայրը ընտանիք ունենա, երեխաներ և Դանիելը շփվի իր քույր-եղբայրների հետ։ Ես էլ դեմ չեմ, եթե հարմար թեկնածու լինի։ Թեպետ ես շատ ինքնուրույն եմ և սովորել եմ այդ ինքնուրույնությանը։ Հանգիստ բաժանում չէր, եթե տեսնեիք ինչ հոգեվիճակների մեջ հայտնվեցի մեր բաժանման ժամանակ, ուղղակի բառերով նկարագրելու չի։ Մենք վերջնական հարաբերությունները խզեցինք, երբ Դանիելն արդեն կար, հիմա հեշտ եմ խոսում այս մասին, բայց երևի մեկ էլ Աստծուն է հայտնի ինչերի միջով անցա։ Նշել էր դերասանուհին։